Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կառուցությամբ նաև հաստատում, որտեղ մանրակրկիտ ներկայացված է բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են Նարեկ Սարգսյանի անմեղությունը եւ վերջի դեպքի հայտարարությունը անձը բառացի եւ տառացի հայտարարությամբ, ինչպես է ինքնախոստովանական հայտարարություն անում եւ փախուստ կատարում։ Այդ թվում պահանջում ենք վարույթի նախաձեռնում, որովհետեւ նաև մի բան ասեմ, Երևան քաղաքի վարչությունից հույսեր չունենք։ Երևան քաղաքի վարչությունում գտնվող օպերատիվ բլոկի սուբյեկտներից մեկը իմ հետ խոսակցության ժամանակ հստակ ասեց, որ ես նախկինում Արաբկիրի օպերներից մեկն եմ, ով քննել է այդ գործը, եւ ես ինչքան հիշում եմ, Նարեկ Սարգսյանը տեսախցիկի առաջ տվել է խոստովանական ցուցմունք։ Հարգելիներս, չկա ընդհանրապես ցուցմունք, որ Նարեկ Սարգսյանը տա կամ ինքնախոստովանական ցուցմունքի վերածեք ենել տեսախցիկների առաջ։ Սա է մեր պահանջը։ Այս թեմայի շուրջ բազմիցս հավաքվել եք տարբեր կառույցների մոտ։ Այո, բայց բազմիցս չէ, մեկ անգամ։ Սայլը տեղից չի շարժվել։ Եթե այս անգամ էլ չլինի, ինչ եք պատրաստում անել։ Այդ հարցը փաստաբանին ճիշտ չի որ տամ, բայց կարծում եմ համագյուղացիները ակցիաների միջոցով գիտեն իրենց իրավունքը սահմանադրական ինչպես իրացնեն։ Այսինքն կառավարությունը պետք է հասկանա, որ այս մարդիկ ընտրություն են կատարել հանուն իրենց պաշտոնի։ Պետության նկատմամբ պարտք են տվել, այսինքն սահմանադրական պարտականություններն են կատարել։ Հետևաբար պետությունը պարտավոր է այս մարդկանց բոլոր դիմումներին արձագանքել պատշաճ։ Բոլորս էլ համբերություն ունենք։ Մենք թույլ չենք տալու, որ անմեղ մարդը ուղղակիորեն այս պահի դրությամբ գտնվի կալանավայր։ Դիմումը հիմա եք։ Այո։ Եվ վերցնի։ Մենք խնդրում ենք, որ փոխանցեք իրեն, սպասենք։ Մենք իրեն չենք։ Հետադարձ կտրոն վերադարձնենք, որ ձեր նամակը ընդունվել է։ Դրա համար ձեզ առաջարկում ենք նամակը հանձնեք ընդունարանում։ Բազմաթիվ իմել ենք, բայց վստահություն չունենք, որտեղ։ Այդ նամակը տեղ չի ասեն, խնդրում եմ ուղղակի այս նամակը Ես նոր կրկնեցի, նամակը հանձնելու համապատասխան ընթացակարգ կա։ Դա պիտի մուտքա գրեն, որ ձեզ համապատասխան։ Հասկանալի է, մենք վստահում ենք, որ հիմա իջնեն, վերցնեն, մեզ այդ կտրոնը պետք չի, անհրաժեշտ չի։ Մենք ուզում ենք ունենալ վստահություն, որ իրենք անձնապես ստանում են։ Զարուհյան նշեցիք, որ դիմումներ եք ներկայացնում եւ այդպես էլ չէր հասնում, որտեղ եք չեն հասնում, այլ արձագանք, պատշաճ արձագանք չունենք։ Բազմաթիվ հաղորդումներ են ներկայացվել եւ հանցագործության մասին եւ կոռուպցիոն սխեմաների մասին, ով ում հետ ոնց, ուրա մինչեւ հիմա արձագանք չունենք։ Ես ձեզ ամենահասարակ օրինակը բերեմ, Թորնուհուն, այսինքն Նարեկ Սարգսյանի երեխային դատարանի որոշմամբ տեսակցությունները տրամադրելուց հետո պետությունը չի կարողանում ապահովի, որ պապը տեսնի, արդեն ինչքան ժամանակ է։ 3 տարի։ Մենք ինչին պետք է հավատանք, ինչ որ ձևական գործողություն չենք անում։ Հետևաբար թող իջնեն հասկանանք ով է վերցնում, որ հասկանանք ումից ինչ ենք պահանջելու հետագա մեր քայլերում։